Նոր Քմարաշի տներում նախորդին բռնկած հրդեհից ըստ նախնական տվյալների տուժածներ չկան, սակայն 4 տնից 2-ը ամբողջությամբ այրվել են։ Պարզվել է նաև, որ հրդեհը գազի արտահոսքի հետևանք չի եղել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Մարտի 31-ին ժամը 6:30-ի սահմաններում հրդեհ է բռնկել Սերոխազարյան փողոցում։ Այրվել են մի քանի բնակելի տներ։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարական մի քանի հաշվարկներ։ Մինչ նրանց գալը կրակի տարածումը փորձել են կասեցնել բնակիչները։ Հրշեջներին հաջողվել է մեծ դժվարությամբ կանխել կրակի տարածումը եւ մարել թաքնված օջախները։ Շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել 4 քաղաքացու, որոնք ծխահարվել էին։ Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էյուլջեքչյանն այսօր վիրահատվում է։ Նրա վիրահատության մասին հայտնել է կինը՝ Լինդան, նշելով, թե ընտանիքը հույս ունի, որ վիրահատությունը կանցնի բարեհաջող եւ կոչ է արել Բորելին աղոթել Վիգենի համար։ Գերությունից վերադառնալուց հետո նա անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց։ Երկար ժամանակ նրա վզին ամրացված էր ֆիքսատոր, ինչը վկայում էր առողջական լուրջ խնդիրների մասին։ Ընտանիքը նշում է, Վիգենը արժանի է հասարակության աջակցությանը եւ համերաշխությանը։ Երևանի համար 94 մանկապարտեզի երեխաների ծնողները պահանջում են տնօրենի հեռացում։ Սաների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել, պնդելով, որ նորանշանակ տնօրեն Փարանձե Միրիբյանը ճնշում է գործադրում աշխատակիցների վրա եւ նրանց նվաստացնում երեխաների ներկայությամբ։ Ծնողների խոսքով թաղապետարանն ու քաղաքապետարանը նրանցից պահանջել են գրավոր ներկայացնել բողոքները, սակայն հստակ լուծումներ չեն առաջարկում։ Նրանք մերժում են տարբերակը, ըստ որի տնօրենը պարզապես կփոխի իր վերաբերմունքը։ Ծնողները պնդում են, տնօրենի պաշտոնավորման ընթացքում շուրջ 10 աշխատակից արդեն հեռացել է աշխատանքից եւ վստահ են, որ հարցը այլևս քողարկել հնարավոր չի լինի։ Այսօրվանից վարորդները կարող են անցնել ամառային ավվադողերի։ Ապրիլի 1-ից ավարտվել է նոյեմբերի 15-ից մարտի 31-ը գործող սահմանափակումը եւ ձմեռային ավվադողերով երթևեկելը այլևս պարտադիր չէ։ Սահմանափակումը կիրառվում էր ձմեռային ամիսներին եղանակային պայմանների եւ ճանապարհների սառցակալման ռիսկերի պատճառով։ Նպատակն էր բարձրացնել երթևեկության անվտանգությունը եւ նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարները։ Քննարկվել է համացանցի հասանելիությունը որպես սահմանադրական իրավունք գրանցելու հարցը։ Այսօր կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը արդարադատության նախարարի գլխավորությամբ։ Նիստի ընթացքում քննարկվել են Սահմանադրության նախագծի գործադիր իշխանությանը վերաբերող դրույթները։ Խորհրդի անդամներին է ներկայացվել մարդու համացանցի հասանելիության իրավունքի դրույթը, շեշտելով դրա կարևորությունը ժողովրդավարության եւ մարդու հիմնարար իրավունքների տեսանկյունից։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։